Նյուզեյմի հարգելի հետևորդներ, այս պահին գտնվում ենք Բաղրամյան պողոտայի և Բիքնեն փողոցի հատման կետում, որտեղ այսօր վաղ առավոտյան 6:30-ի սահմաններում կրակոցներ են հնչել և տեղեկություն կա, որ վիրավորել կա, և այս պահին տեսնում ենք նշված վայրում գծանշված հատվածները, ըստ երևույթին սրանք հենց պարկուճների տեղերն են, որոնք իրավապահներն են առանձնացրել։ Դեպքի վայրում աշխատել են քրեական ոստիկանները, ինչպես նաև քննչական կոմիտեի փորձագետները։ Նշեմ, որ բացի այդ նշված հատվածից նաև կրակոցներն ըստ երևույթին շարունակվել են նաև Բաղրամյան պողոտայի այս հատվածում, այդ թվում մայթին, այստեղ ևս գծանշումներ ենք տեսնում։ Իդեպ մենք զրուցել ենք նաև տարածքի բնակիչների հետ։ Նրանք նշեցին, որ սկզբում մտածել են, թե հրավառության ձայներ են, սակայն ավելի ուշ տեղեկացել են, որ կրակոցներ են հնչել։ Ասի կարող է երեխեքը գիշերով հրավառություն, բայց հետո տեսակ մարդ չկա։ Քանից որ ելնում ես կրակոցս ասում, լուսահանդիս տայում ես, ելնում ես մարդ չկա։ Ավել է սուդան, ով չի լսում, որ կրակը ոնց կարող է լսել։ Ժամը 5-ի ժամանակներն էր, ես շուտ եմ արթնանում, զարթնել էի, բայց բարկած էի, ճիշտն ասած ինձ թվաց շուներին են հավաքում։ Մտքովս ուրիշ բան չանցավ, չէր եղել այդպեսի բան այսքան տարի, ոչ մեքենայի ձայն, ոչ մի մտածեցի, որ առհասարակ շուներին սատկացնում են, մի անգամից չեն սատկում, ձայն ա գալի, հետ մեքենայի մեջ են գցում, ոչ մի ձայն, այս փողոցի վրա չի սպալնան են կողմներ, բայց որ զարթուն էի լսեցի, այդքան բան է։ Ինչ լսեցիք։ Կրակոց, մենակ կրակոցի ձայն եմ լսել, ոչ խոսակցություն, ոչ մի բան չեմ լսել, ճիշտ որ ասեմ, որովհետև բոլորովին այդ ուղղությամբ չէի մտածում, որ նորմալ աշխատվեր, այդքան չէր շատանա այդ հանցագործությունները։ Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանները ձեռնարկելով օպերատիվ հետախուզական միջոցառումներ վնասազերծել են հանցագործությունը կատարողին։ Վերջինս ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող Հրազենը։